մոտ տպավորություն ստեղծվեց, որ այդքան էլ էական չի, թե պաշտպանող կողմը ինչ ասում, ինչ փաստարկներ է բերում, որովհետև ինչպես նշեց պաշտպանս, հիմնական փաստարկին այն, որ մենք նույն գործով, նույնատիպի գործով 2 տարի առաջ ունեցել են խափանման միջոց վարչական հսկողություն։ 8 ամիս շարունակ եղել են վարչական հսկողության տակ, տարբեր լիմիտի սահմանափակումներ, որևէ անգամ մենք չենք խախտել դա, այսօր երկրորդ անգամ Մեղրատ Բաբետյանը հաստատում է, ինչպես եւ նախորդ անգամ հաստատել, որ խափանման միջոցը այդ վարչական հսկողությունը ամբողջությամբ իզորու է եղել, ապահովել, այսինքն խափանել, խափանման միջոցը ես ոնց հասկանում եմ, ճիշտ երևույթ չեմ, բայց պետք է խափանի հնարավոր անբարենպաստ ներգործությունները իրական պրոցեսի վրա։ Խափանել, ասել են մի վարեք հաղորդում, չենք վարել, ասել են վարեք մի օգտագործեք ոչ նորմատիվ լեքսիկա, վարել ենք ու չենք օգտագործել, արդարացվել ենք, շարունակել ենք ոնց գտել ենք ճիշտ։ Հիմա ես մեղադրող Աբետյանի խոսքում հասկանում եմ, որ ինքը առաջարկում է պատիժ որպես օգտագործել։ Այսինքն նստած ոնց որ խելքները գլուխները չեն հավաքում, եկեք թողնենք դեպամիս է նստել։ Ես չեմ հասկանում իր խոսքերը, բայց ես ինչքան գիտեմ, խափանման միջոցը պատժալ միջոց չի։ Այդ հանուն իմ տպավորության մասին։ Հիմա տեսեք, կարծում եմ, որպեսզի ավելի փաստարկված ասեմ ընդհանուր, որտեղ թե միայն խափանման միջոցի հարցը չի, այս 5 ամիսները ամբողջությամբ ռեպրեսիա մասնավորապես, բայց ասում եմ նաև մեծամասամբ գործողությունների եւ ժամկետների վերաբերյալ բնականաբար վերաբերում է նաև Նարեկ Սամսոնյան։ Ուրեմն տեսեք, 5 ամիս առաջ, մոտավորապես նոյեմբերի 13-ին 2025 թվականին, առավոտյան ժամը 7-ին իմ տուն են ներխուժում ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները զինված դիմակներով ահաբեկում են ընտանիքիս անդամներին, տարեց մորս, կնոջս, ինձ հարվածում գցում են գետնին, նկարում են դա ինչ-որ ռեժիսորական հմտություններով, ես էլ ոչ դիմադրում եմ բնականաբար ոչ բան, ոնց է 7 դեպ կինոթատրոնում լինեմ, որ թափ է տալիս, բայց իմաստ չկա, մոտավորապես այդպես վիճակում։ Տանում են քննչական ինչ-որ տենց կոշտ ձևերով, տենց դեմոնստրատիվ կանչկարում են այդ ամենը։ Հետո տանում են դատարան, դատարանում քննիչը տարածքագրված է, ենթադրում եմ, որևէ տենց հիմնավորում էլ ասողը չի բերում, դե տարեք 2 ամիս նստացվեք։ Դատավորներ, իդեպ նույն դատավորը, որը տվել էր անխոզակության թույլատվություն, ես պոդկասթի ժամանակ վիրավորել եմ վարչապետին եւ մյուսին Ալեն Սիմոնյանին։ Ինչ խոզարկում էր տաների, ակնհայտ չէ, որ դժվար է դուրը բացեն, մի քանի հատ քֆուր լսվի, իրանք արձանագրեն քֆուրը դառնա իրեն ապացույց։ Որոշում չեն վիճակում։ Չէ, ես ուզում եմ դուք պատկերացեք ինչի մեջ որով ես ասում եմ 5 ամիս էլի, ու առաջ օրվանից սկսած։ Խոզարկում են պատմում վրա են անում, ու բնական չէ դրա պատճառը բան չէ, ակին ինչ դիտեն, երկու DVD կինո են ինչ-որ վերցնում, մի հատ ֆլեշ կա, որի վրա եւ մուսային սահմանացել, դրա ապրծում է, բայց պատմում վրա են անում, տունը այդ մասկետով կանոնած զենքերով բանակն հետո արգրավում են կնոջս հեռախոսը, համակարգիչը, իմ հեռախոսը, չգիտեմ ինչ են տալի, DVR-ը մեր տան, աբսուրդ է, մի հատ իրավիճակում է հայտնվում։ Գալիս են դատարան, տեսնենք նույն դատավորն է, որը տվել է այդ խոզարկության այդ ֆանտաստիկ որոշումը, ու ուրեմն դատավորը բնականաբար տենց էլ այդտեղ բանը չկա խոսալու, քննիչները ասում են նստեցնենք, ասում են նստեցնենք, դեռ ձեր հետ տալիս, բայց ես դնում եմ նստում։ Հիմա մենք դիմում ենք խնդրում եմ, երբ որ Մեղրատը ասում է դատավորի որոշումը անվանում է ֆանտաստիկ որոշում։ Դա ասում է քննիչները ասին նստեցնենք, դատավորը բան չարեց, քննիչը ասացող նստեցրեց։ Ես խնդրում եմ վերջապես Մեղրատը Սարաթելյանի, քանի որ ես չեմ կարող ի պաշտոն խնդրում եմ դուք բացատրեք, որ չի կարելի դատավորների, քննիչների մասին ասում ֆանտաստիկ որոշում, քննիչը ասեց դատավորը արեց, այդ լեքսիկոնը ներողություն, ես ասեք քննիչը ասեց դատավորը արեց, ինձ վերակոմա բարը, որոնք իմը չեմ, ես չեմ ասեք ես դուր գտա, ով ասեց, որ չի կարող ասել ֆանտաստիկ, ով ասեց, որ չի կարող ասել, ես ինչ նոր կանոններ են։ Պատմական դա ես չեմ վերջացել, ես որովհետև դատան է որոշում դարձել, ինչ չեք վերջացել։ Ձեր հարցը ես դատանին եմ համեցած չէ ստախին նստել։ Որտեղ ընդհանրապես ձեր պաշտպանելը դրանք շուտն եք ասեք ընդհանրապես ոչ շահանակ։ դա դիպա պետք չի ձևացել ձևացությունը համարվել է Ողջույն, մենք նույնիսկ Մեղրատյանը նմանատիպ պարտականություն դա չի շնորհում, մենք հասկանանք, որ ձեր ձևերից մեկը խոսքը ասեց, ասենք դա այդպես ասած։ Պատմական խոսքը
փաստեցին է խնդիրը։ Սա խնդիրն է նա։ Արշիվը մարդիկ ամբողջ խնդիրն է նա պատվարժան դատարան, որ դուք ասում եք, ախր դուք կողմեմ ասեք, էլի, որ խոսքը ասած։ Խոսքը ասելով չի, խնդրում եմ, որպեսզի մեղադրողները հասկանան այդ խոսքը ասելու պատասխանատվությունը վերջապես։ Ներողություն, ֆանտաստիկ խոսքի համար է ինչ պարտավորություն դիտել։ Նրանք քեզ տարի նստեմ են բարի համար, ոնց է դու ֆանտաստիկ բարի իմաստ գիտեք որ դա։ Դիրքորոշում ասեք, երկրորդ մի վերաբերյալ։ Ես իմ դիրքորոշումը հա ֆանտաստիկ որոշում եմ հայրենիքի համատեքստում խուզարկել մեր տունը հավելյալ հայրենիքներ գտնելու համատեքստում։ Ես գտնում եմ դա իրականությունն է հեռու ինչ որ ոչ էս իրականությունից վերցրական, որը բնութագրում եմ իբրև ֆանտաստիկ։ Հիմա ուրեմն մենք բողոքարկում ենք թե ես թե Նարեկ Սամսոնյանը մեր պաշտպանները բողոքարկում են վերակնիչ դատարան, լրիվ պատահական թե իմ այն դատավորը, որը իմ գործին էր, ում գծված էր իմ գործը, թե Նարեկ Սամսոնյանին է, երկուսն էլ ծանրաբեռնվածության պատճառով հետաձգում են մեկը 10 ու մեկը 8 օր, ինչը հնարավորություն են ձեռնքանիշների մուտքագրել գործը դատարան եւ այս ճանապարհով ես չգիտեմ որ օրենք այդպեսին է, բայց բարձր այդպեսին է, որ վերակնիչ դատարանը այդ ճանապարհով դուրս անում պրոցեսից եւ ուղղակի տալիս է դիրքորոշում։ Գիտեք Նարեկ Սամսոնյանի մասին տվել էր դիրքորոշում, որ սխալ է տեղի ունեցել, հա, իրավաչափ չէ։ Կարանք ինչը հետագայում ամեն դեպքում ունեցավ իր ազդեցությունը առաջին խաթանման ուրեմն միջոցը քննարկելու ժամանակ, թեպետ հետո արդեն ունեցավ։ Հիմա տեսեք, ուրեմն այս բանը ինչ ունի, տեսեք, 2 տարի առաջ այս նույն դատարանում մասիվում Մեղադրող Ավետյանը պնդում էր, որ եթե ես Նարեկ Սամսոնյանը, եկեք ես ասեմ, ես ընդունենք, որ Նարեկ Սամսոնյանը մեծամասամբ նկատի ունի։ Ուրեմն ես լինելով ազատության մեջ կամ չլինելով առնվազն բանվում, կալանքի մեջ, կանխագուշակում էր, որ ես անպայման կրկնահանցանք եմ անելու մեծագույն հավանականությամբ, փախչելու եմ երկրից եւ մի քանի ուսերի ինչ-որ բաներ, հիմնական հետևոցներ, եթե չսպառվում, հա։ Դատարանը վստահեց ավելի շատ մեր այն դիրքորոշմանը, որ մենք դա չենք անի, եթե դատարանը այս պարտադիր վերջանում է, հա, սահմանափակում է մտցնի, եւ հաստատի ստացվեց, որ մեղադրող Ավետյանը սխալվում է իր կանխագուշակման մեջ։ Մենք գտնվելով ազատության մեջ 8 ամիս կամ ավելի չի որևիցե անգամ չենք խախտել այն սահմանափակումները, որը դրել է դատարանը։ 3 ամիս առաջ այս նույն դատարանում Մեղադրող Ավետյանը պնդում էր, որ ես եւ Նարեկ Սամսոնյանը չլինելով կալանքի մեջ, մեծագույն հավանականությամբ այն անպայման կրկնահանցանք ենք անելու փախչել եւ այսպես շարունակ։ Նարեկ Սամսոնյանը 1.5 ամիս գտնվել է տնային կալանքում։ Շուրջ 10 օր է գտնվում է վարչական հսկողության ներքո։ Ինչը փաստում է, որ Մեղադրող Ավետյանը երկրորդ անգամ սխալվեց իր կանխագուշակումների մեջ։ Հիմա Մեղադրող Ավետյանը պնդում է, էլի կանխագուշակում է, կանխատեսում է, որ եթե ես այսօր դրի չվերադառնամ Արմավիրի քրեատագրական հիմնարկ, ես մեծագույն հավանականությամբ խախտելու եմ, չգիտեմ ինչ անելու։ Ես ես հավաստիացնում եմ, որ Մեղադրող Ավետյանը այսօր սխալվում է 3-րդ անգամ։ Եթե դուք բավարարել եք միջնորդությունը, մենք 3 ամիս հետո կգանք ու արդեն դա կլինի փաստ։ Այդքան բան, շնորհակալություն։